տոն, որը խռովություններ է առաջացնում, Սուրբ Սարգսի իրական խորհուրդը, ինչու Հայաստանում ամուսնական պայմանագրերը չեն գործածվում։ Կենսաթոշակային ժամանակակից համակարգ տեխնոգիտելիքներ չունեցող մեծահասակների համար ադրբեջանական Եվրատեսիլն ու հայ մասնակիցը այս եւ այլ հետաքրքիր թեմաներն ենք առաջարկում ձեր ուշադրությանը։ Եթերում մաքսիմումն է, բարի երեկո։ Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին եւ սպասում հրաշքի, Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում։ Անցած տարի Հայաստանում 9.6% աճել է գրանցված ամուսնությունների թիվը, ամուսնալուծություններ։ Լևոն Արոնյանն արժանիորեն դարձավ մրցաշարի հաղթող, մեր օրերի առաջատար շախմատիստը։ 21-րդ դարի թոշակառուներն ու թոշակային նոր համակարգը, ինչպես ստանալ կենսաթոշակը։ Ինչպես ընկերացան Նազարբեկյան թաղամասի բնակիչներն ու 1.85 ծառայության աշխատողները, 1.85։ Նիկոլա Սարկոզին վճռական է տրամադրված, ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Ինչ է սպասվում այս տարի Եվրատեսիլում, ով է ներկայացնելու Հայաստանը Ադրբեջանում եւ ինչպես։ Դրամաներ, կատակերգություններ եւ բլոկբաստերներ, բազմազան են նոր ֆիլմերը։ Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է։ Զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է, նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում այդ օրը, երիտասարդները աղոթում են եւ հրաշքի սպասում։ Հեթանոսական ավանդույթը թե քրիստոնեական տոն, ինչպես ենք մենք հայերս նշում այս տոնը։ Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բանի չի խորում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում, սերը երբեք չի անհետանում։ Տարբեր երկրներում անկախ տվյալ ժամանակահատվածում դավանվող հավատքից ունեցել են սիրո աստվածություններ։ Նրանց շուրջ հյուսել են ավանդություններ եւ լեգենդներ, իրականացրել տոնակատարություններ։ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Սիրահարների այգում կազմակերպվեց տոնական համերգ, որին ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Միջոցառումը կազմակերպել էր Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը։ Տոնախմբությանը շուք էր տալիս Սուրբ Սարգիս զորավարին խորհրդանշող ձիավորը, ով համերգային ծրագրին զուգընթաց երիտասարդ զույգերին եւ պարզապես բոլոր երիտասարդներին մատուցում էր նվերներ եւ անակնկալներ։ Հայոց աշխարհում սերն իր բարեխոսն ունի, Սուրբ Սարգիսը։ Ըստ ավանդության նա ապրել է 4-րդ դարում, զինվորական է եղել։ Կոստանդիանոս Մեծ կայսեր կողմից նշանակվել է Կապադովկիայի հունական զորքերի հրամանատար։ Դրանից հետո տեղափոխվել է Հայաստան։ Զոհվել է հանուն քրիստոնյաների մղվող պատերազմում։ Ըստ ժողովրդական պատկերացումների Սուրբ Սարգիսը ճերմակ ձիավոր է, ով տիրում է հողմերին ու բքին, եւ շատ հաճախ ձմռան ցրտերին նրանից է կախված ճանապարհին գտնվող մարդկանց կյանքը։ Ասում են նա նաեւ աղքատների, անօգնականների, խեղճերի եւ դժվարության մեջ գտնվողների սուրբն է։ Այդ օրը փոխինձով կամ այլուրով մատուցարան են դնում տանիքին եւ սպասում հրաշքի։ Սուրբ Սարգիսը պետք է անցնի եւ ում դրած այլուրի կամ փոխինձի մեջ թողնի իր ձի ու պայտի հետքը, այդ տարի վերջինս իր մուրազին կհասնի։ Սա այն հավատն է, որով ժողովուրդը սպասում է նրա գալստյանը։ Իսկ մինչ նրա գալը մարդիկ պետք է ապրեն առանց խաբելու բռնության հանցագործությունների։ Հավատալիքը, որ Սարգիսը ամեն մարդկանց տուն չի մտնի, կմտնի այն մարդկանց տուն, ովքեր բարի են եղել, որոնք լավ գործերով են զբաղվել, հանցագործություններ չեն արել, չարություն չեն արել եւ դա սերունդների մոտ միշտ առաջացրել է դաստիարակչական բնույթի որոշակի արժեքներ։ Բայց Սուրբ Սարգսի գլխավոր դերակատարումը երիտասարդ սիրահարներին օգնության հասնելն է։ Ժողովրդական ավանդության համաձայն Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը։ Այս ավանդույթը ամբողջովին ժողովրդական է։ Եկեղեցին աղի բլիթ ուտելու քարոզչություն չի արել եւ չի անում։ Ինչպես որ սան գեղեցիկ ավանդույթներ են տոնի, ասենք նյութական, ժողովրդական կերպերն են, որոնք որ ամենևին չեն հակասում եկեղեցու դավանաբանությանը, ուստի եւ եկեղեցին դրանք չի արգելում։ Մեր համակարգացիներից ոչ բոլորն են տեսել իրենց ապագա ամուսիններին կամ կանանց։ Աղի բլիթ կերել եմ, ոչ ոք ջուր չի տվել։ Խարի երազ եմ տեսել, չեմ էլ հիշում։ Ոչ մի բան։ Խորը քնել եմ։ Հերթապահենք, չեն կարողացել քնենք, դրա համար երազ չենք տեսել։ Մեր համակարգացիների մի մասն էլ կերել են եւ երազում էլ իրենց ջուր տվողներ են եղել։ Տեսել եմ, ոնց տեսել եմ, այնպես էլ ստացվել է։ Չէ, 5 հատ աղջիկ եմ տեսել։ Պետք է ինտրոդուկցիոն կատարեմ։ Տանը նստած էինք
Այդտենց եկավ, ջուր ուզեցի, գնաց, բերեց, տվեց։ Կրանտից չբերեց, վեդրոյի մեջից բերեց, տվեց, տել եմ հիշում։ Ջրի քանակությամբ եւ բաժակի ձևից կարելի է գուշակել, թե ինչպիսին կլինեն ապագա ամուսինները։ Եթե ոսկուց էր, երազի մեջ տեսածը նշանակում հարուստ է լինելու իր ապագա ընտրյալը։ Կամ եթե արծաթից էր, նշանակում միջին ունեցվածքի տեր, իսկ եթե պղնձից էր կամ կավից էր, աղքատ։ Օրվա նվիրական ուտեստը խաշիլն է, նաև փոխինձից, աղանձից պատրաստված կերակուրները։ Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս Զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Հունվարի 4-ին նրա անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվեց պատարագ եւ տեղի ունեցավ երիտասարդների օրհնության կարգ։ Հայցեք Սուրբ Սարգսի բարեխոսությունը ամենքիս համար։ Սերն ավարտվում է, չէ, թերևս սկսվում է ամուսնությամբ։ Անցած տարի Հայաստանում 9.6%-ով ավելացել է գրանցված ամուսնությունների թիվը։ Ամուսնական հարաբերություններն օրինականացրել են 19706 զույգ, 1000 բնակչի հաշվով գրանցվել է 6 ամուսնություն եւ 1 ամուսնալուծություն։ Ամենամեծ թվով ամուսնություններն են գրանցվել մարտին, հուլիսին եւ օգոստոսին։ Մեր երկրում սիրող զույգերն ընտանիք կազմելիս ամուսնական պայմանագրեր չեն ստորագրում։ Գուցե մենք դրա կարիքը չունենք կամ էլ դեռ չեն գիտակցում դրա կարևորությունը։ Պարզաբանումը տեսանյութում։ Հայաստանում սկսել են ավելի շատ ամուսնանալ։ Սա վկայում է այն մասին, որ իրար սիրող մարդիկ ավելացել են, սոցիալական պայմանները բարելավվել։ Երեխաների ծնունդից հետո ամուսնությունների թվի աճը ժողովրդագրական տեսակետից հաջորդ դրական եւ ուրախալի ցուցիչն է։ Եթե 10 թվականին 1000 բնակչի հաշվով գրանցվում էին 5 ամուսնության դեպքեր, ապա 11 թվականի հունվար-դեկտեմբերին յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով արձանագրվել է 6 ամուսնության գրանցում։ Սերը սեր, բայց ամուսնությունն առաջ է բերում նաև բազում կենցաղային խնդիրներ։ Իսկ երբ խենթացնող զգացմունքը չքանում է, սկսում է սեփականության բաժանման եւ գույքային պայքարը։ Հիշում են հինն ու նորը, տարիներ առաջ հորտնից բերած օժիտը։ Էս ինչ ես անում։ Պոկիր։ Ախր պոկիր։ Նման իրավիճակներից խուսափելու համար լուծում է առաջարկում ընտանեկան օրենսգրքի 27-րդ հոդվածը։ Ցանկության դեպքում զույգերը կարող են ամուսնական պայմանագիր ստորագրել։ Ամուսնական պայմանագիրը կնքվում է կողմերի միջև միջ ամուսնությունը գրանցելը, որտեղ որ կողմերը հստակեցնում են իրենց իրավունքները կոնկրետ գույքի նկատմամբ, որ գույքը համարել համատեղ ձեռքբերված, որ գույքը համարել ամուսինների յուրաքանչյուրի անձնական սեփականությունը։ Հիմա ամուսնական պայմանագրի նշանակությունը նրանումն է, որպեսզի սահմանափակի մյուս ամուսնու իրավունքները համատեղ ձեռքբերված գույքի նկատմամբ։ Եթե ես չեմ ցանկանում, որ գույքը համարվի համատեղ ձեռքբերված, ես կարող եմ դա ամրագրել պայմանագրի մեջ։ Մեր իրականության մեջ ամուսնական պայմանագրեր ստորագրելն ընդունված չէ։ Բազմափորձ նոտարը չի հիշում, թե երբևէ ամուսնական պայմանագիր վավերացրած լինի։ Մեր երկրում ամուսինների միջև գույքային հարցերը կարգավորում են չգրված օրենքներով, փոխադարձ վստահությամբ, հազվադեպ էլ բանավոր պայմանավորվածությամբ։ Արտասահմանցիներն այս հարցում ավելի սթափ ու զգուշավոր են։ Եթե արտասահմանից է եկել փեսացուն, նա գույք ունի, իսկ մեր այստեղի հարսնացուն հաստատ այդքան գույք չունի։ Դրա համար էլ պայմանագիր են իրենց ապահովության համար կնքում էլի, որպեսզի հետո ոտնձգություններ չլինի, կամ չամուսնանա գնա արտասահման, հետո գույքը բաժանի ու հետ գա Հայաստան։ Ինձ թվում է զգուշության համար։ Ցավալի է, բայց փաստ, որ գույքային վեճերն առաջ են գալիս ամուսնալուծության ժամանակ։ Դրանց առավելագույն թիվը բաժին է ընկնում Երևանին, ապա Լոռու, Սյունիքի եւ Կոտայքի մարզերին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր երկրում բառի ուղիղ իմաստով 1000-ից մեկն է բաժանվում։ Մեկ ուրիշ հաշվարկ եւս անում ենք, թե 1000 գրանցված ամուսնությանը քանի ամուսնալուծություն է բաժին ընկնում, եւ այդ ցուցանիշը 2011 թվականին կազմել է 162 դեպք, նախորդ տարվա 167 դեպքի համեմատ։ Սա ուրախալի փաստ է, եւ ուրեմն սերը ոչ թե ավարտվում, այլ սկսում է ամուսնությամբ։ Սերը հավերժ է, անկախ դրսևորման ու կազմակերպման ձևից։ Սիրող զույգերի մեծ մասը հարաբերությունների ինչ-որ էտապում որոշում է օրինականացնել միությունը, միասին լինել օրենքի առաջ, միասին լինել հասարակության համար, միասին լինել կյանքի դժվարություններին հանդիման, միասին լինել, քանի որ առանձին ապրելն այլևս անհնար է։
Երկու շաբաթ շարունակ շախմատասերների ուշադրությունը բևեռված էր Հոլանդիայի Վեյկանզեի մրցաշարին։ Բացառությամբ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի և այդ տիտղոսի նախկին տիրակալ Վլադիմիր Կրամնիկի այստեղ էին աշխարհի բոլոր ուժեղագույն շախմատիստներն, ովքեր վիճարկում էին այդ հեղինակավոր մրցաշարի հաղթողի կոչումը։ 14 գրոսմայստերների մրցապայքարում փայլուն հանդես եկավ հայկական շախմատի առաջատարը Լևոն Արոնյանը, ով իր փայլուն խաղով գերազանցեց մյուս մասնակիցներին և արժանիորեն դարձավ մրցաշարի հաղթողը։ Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Հոլանդիայի Վեյկանզեի շախմատի գերմրցաշարը։ Հայաստանի առաջատար շախմատիստը փայլուն մրցելույթներ ունեցավ և վստահորեն գերազանցեց բոլոր մրցակիցներին։ Ավարտական մրցափուլից առաջ հայ գրոսմայստերը առաջիկա մրցակիցներին գերազանցում էր մեկ միավորով։ Վերջին մրցափուլի կենտրոնական հանդիպումը Լևոն Արոնյան Թեյմուր Ռաջաբով պարտիան էր։ Ադրբեջանցի շախմատիստը հաղթանակի դեպքում միավորներով կհավասարվեր առաջատարին, սակայն Ռաջաբովը հրաժարվեց սրելու դիրքը և գրանցվեց արագ ոչ ոքի։ Արոնյանին էլ անհրաժեշտ էր հենց կես միավոր։ Մրցաշարի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում Արոնյանը նշեց, որ զարմացած է հաղթանակի համար չպայքարելու Թեյմուր Ռաջաբովի որոշումից։ Իսկ ադրբեջանցի շախմատիստն իր հերթին ասել է, որ սպասում էր Արոնյանի նախաձեռնությանը և իր համար անակնկալ էր, որ Լևոնը չսրեց խաղը։ Իրականում Ռաջաբովը լավ էր հասկանում, որ հաջողության հասնելու իր հնարավորություններն աննշան են, քանի որ Արոնյանը գտնվում էր փայլուն մարզավիճակում։ Մրցաշարի վերջնական արդյունքներով Լևոնը 13 հնարավորից վաստակեց 9 միավոր, 1 միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողներից՝ Կարլսենից, Ռաջաբովից և Կարուանայից։ Արոնյանը 7 հաղթանակ տարավ, 2 պարտություն կրեց, ևս 4 պարտիա ավարտեց ոչ ոքի արդյունքով։ Մրցաշարն իր վրա էր բևեռել աշխարհի շախմատասեր հասարակության ուշադրությունը։ Բնականաբար այն առանձնահատուկ էր հայ մարզասերի համար, քանի որ միշտ էլ հաճելի է, երբ հայրենակիցդ դրսևորում է իր գերազանցությունը։ Դու չես կարող ջոկել նրա խոդերը, նրա քայլերը, նա այնքան մտածված գաղտնիք խոդեր ունի, շախմատի, նորա շախմատը աճեցնում։ Գիտեմ, որ հաստատ հաղթելու են։ Շատ ուրախաց եմ, որպես հայ ազգի ներկայացուցիչ։ Հաճույք եմ զգում, որ աշխարհի արժեք մարդ հայ պարզանք խաղում է։ Արոնյանի հավաքածուում թերևս բացակայում է միայն աշխարհի չեմպիոնի կոչումը, ինչն անկասկած Լևոնի համար նույնպես հասանելի է։ Հավատում եմ։ Որովհետեւ չդառնա գլուխը կսախկեմ։ Անպայման։ Հավատքս մեծ է։ Տարվա առաջին գերմրցաշարը ցույց տվեց, որ շախմատի մեր առաջատարը վերելքի ճանապարհին է և Արոնյանի համար անհաղթահարելի դժվարություններ չկան։ Ես հյուրընկալել եմ Հայաստանի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանին, բարի երեկո։ Բարի երեկո, շատ լավ, շնորհակալություն։ Արոնյանը հաղթեց գերմրցաշարում, դուք որպես մասնագետ շախմատիստ, ինչպես կգնահատեք նրա մրցելույթը Վեյկանզեում, նկատի ունեմ ոչ թե արդյունքը, այլ ստեղծագործական մասը։ Իհարկե արդյունքը ինքնին իր մասին ասում է, բայց խաղի որակն էլ շատ բարձր էր։ Վերջին ժամանակաշրջանում իհարկե Լևոնը մեծ հաջողությունների է հասել, բայց որ այսպիսի հեշտ հաղթանակներ տոնի իրեն հավասար մրցակիցների նկատմամբ, այդպիսի բան վաղուց չէր եղել, եւ խաղի որակը եւ պատրաստականությունը նրա այդ մրցաշարում հաշվի առնելով պետք է շատ բարձր գնահատել այդ ելույթը։ Ադրբեջանը մտադիր է հավակնորդների մրցաշարը անցկացնել իրենց մոտ Բաքվում եւ Արոնյանն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որ բացառվում է իր ներկայությունը այդտեղ։ Ինչպես է գնահատում այս հայտարարությունը Արոնյանի կողմից։ Նախ սա արդեն երկրորդ անգամն է, որ Ադրբեջանը նման առաջարկությամբ հանդես է եկել։ Նախորդ անգամ եւս Արոնյանը մերժել էր։ Այս անգամ, ինչպես գիտեք, արդեն նորից Արոնյանը մերժեց եւ պատճառը իհարկե բնական է, զուտ հոգեբանորեն բավական դժվար է հանդես գալ Ադրբեջանում։ Իհարկե նրանք խոստանում են անվտանգություն ապահովել, շատ երաշխիքներ են տալիս եւ թեպետ կարող է եւ այդ ամենը լինի, բայց հոգեբանորեն մարզիկը պետք է հանգիստ լինի եւ բոլորը պետք է հավասար վիճակում լինեն։ Իսկ համոզված եմ, որ Արոնյանը, ինչպես նաեւ ցանկացած հայ մարզիկ, այս պահին գոնե չի կարող հանգիստ հավասար պայմաններում պայքարել այդպիսի բարձր տիտղոսների համար, ինչպիսին աշխարհի չեմպիոնի տիտղոսն է։ Եթե դուք լինեիք Արոնյանի փոխարեն, դուք եք։ Ես համոզված եմ, որ նույն որոշումը կընդունեի եւ կհրաժարվեի։ Այս հարցում պետականության զգացումը
որոշիչ դեր խաղում է։ Իհարկե, այդ ամենն էլ իր հերթին իր դերն է խաղում, բայց առաջին հերթին քո որպես պրոֆեսիոնալ դու պետք է գնահատես այդ իրավիճակը եւ հասկանալով, որ չես կարող հանդես գալ, իհարկե կողքի ֆակտորները, ինչպիսին քաղաքականություն եւ այլն անցնում են երկրորդ պլան, բայց ամեն դեպքում նման հարցեր էլ պետք է հաշվի առնես։ Այս տարի նմանատիպ իրավիճակ ստեղծվելու է նաեւ երկարվեստի ասպարեզում։ Այս հարցին ինչպես եք նայում։ Ես առհասարակ զարմանում եմ, միշտ ես էլ եմ մտածել, որ եթե լիներ այդպիսի դրություն կգնայի թե չէ, բայց ինչպես գիտեք, մեր բռնցքամարտիկների հետ այդ միջադեպը որ տեղի էր ունեցել, այդ դեպքից հետո ես էլ որոշեցի, որ դժվար թե երբևէ գնամ Ադրբեջան, համենայն դեպս մինչև որ չկարգավորվի ամեն ինչ, այնպես որ ապրեն այն մարդիկ, ովքեր գնալու են եւ հույս ունեմ, որ ոչ մի տհաճ միջադեպեր չեն գրանցվի եւ բարով նրանք կվերադառնան։ Վեյկանզեի մրցաշարին զուգահեռ անցկացվում էր նաև Հայաստանի առաջնությունը։ Մինչև վերջին մրցափուլն առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն էր, որին վերջին պարտիայում դուք հաղթահարեցիք եւ ձեռք բերեցիք չեմպիոնի կոչումը։ Դժվար չէր, այսպես ասած, պատվերով հաղթանակ տոնելը։ Իհարկե շատ դժվար էր, քանի որ շատ լարված եւ բարդ մրցաշար ստացվեց։ Մրցաշարի ընթացքում 5-6 առաջատարներ փոխվեցինք եւ այսպես ասած, ինչպես նշեցիք, պատվերով հաղթանակը բավական հազվադեպ է ստացվում նման բարձր կարգի մրցաշարերում։ Ես ուրախ եմ, որ դա ինձ հաջողվեց։ Ուղղակի տարբերությունը շատ մեծ է առաջի եւ երկրորդ տեղերի եւ երևի այդ ամեն ինչը ինձ ստիպեց կրկնակի տրամադրվել եւ հոգեբանորեն եւ մասնագիտորեն եւ հաջողվեց հաղթել։ Շատ ուրախ եմ դրա համար։ Հայաստանի չեմպիոնի կոչումը կրկին հնարավորություն տվեց ընդգրկվելու հավաքականի կազմում, որի առաջատարը Արոնյանն է։ Հետաքրքիր է, ինչպիսին է Արոնյանը առօրյա շփման մեջ։ Շատ լավ, սովորական, ընկերական, ընկերասեր տղա է։ Բոլոր առհասարակ շախմատիստների հարաբերությունները, շախմատիստների միջև հարաբերությունները բավական մտերմիկ են, գրեթե բոլորի միջև, ոչ միայն հայ, այլև ամբողջ աշխարհում, մենք ոնց որ մեծ ընտանիք լինենք, եւ նամանավանդ հայ շախմատիստների եւ թիմի անդամների միջև շատ ջերմ մթնոլորտ է, քանի որ տարին շատ ժամանակ ես անցկացնում միասին, թե մրցաշարի ժամանակ, թե մրցաշարից առաջ նախապատրաստական փուլում, եւ այդ ամենը մտերմացնում է եւ այն, որ մենք խաղում ենք մեր եւ մեր հայրենիքի համար, նաեւ դա է մտերմացնում, այնպես որ բավականին ջերմ մթնոլորտ է եւ համոզված եմ, որ այդպես էլ միշտ կպահպանվի անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի հավաքականում։ Հավանաբար դուք ծանոթ եք նաև հայ ազգի այլ շախմատիստների եւ աշխարհի չեմպիոնների հետ։ Օրինակ, ինչպիսին է շփման մեջ Գարիկ Կասպարովը։ Անձամբ չեմ շփվել, բայց պատլսել եմ իհարկե, պատմում են շատ բաներ։ Իհարկե վերջին շրջանում բավական տարբերվում է Գարիկ Կասպարովը իր երիտասարդ տարիներից։ Երիտասարդ տարիներին հիմնականում ասում են, որ նրանից այնպիսի էներգետիկա էր դուրս գալիս, որ նա այդ էներգետիկայով էր հաղթում հիմնականում։ Այսինքն հավասար շախմատիստների միջև իր եւ Կարպովի կամ մյուսների միջև նա հիմնականում ճնշում էր իր էներգետիկայով։ Դա են առանձնացնում Կասպարովի մոտ։ Հիմա իհարկե բավականին ուրիշ մարդ է, արդեն քաղաքականությամբ է զբաղվում եւ չգիտեմ ինչպես դատել, քանի որ անձամբ չեմ ճանաչում իրեն, բայց բավականին հետաքրքիր, զարգացած եւ առհասարակ բավական հետաքրքիր մարդ է Գարիկ Կասպարովը։ Իսկ դուք որպես շախմատիստ ունեք նման զենք ձեր արսենալում, բացի շախմատային գիտելիքներից եւ տակտիկաներից, օրինակ էներգետիկ կուտակումները օգտագործել ի վնաս թշնամուն։ Ունեմ նրան նման զենքեր, բայց չի ուզենա ասել, քանի որ արդեն հակառակորդները կիմանան եւ կփորձեն պաշտպանվել, թող անակնկալ լինի, չգիտեմ։ Ամեն մի յուրաքանչյուր շախմատիստ ունի իր յուրօրինակ մոտեցումը եւ իր յուրօրինակ այդ թե խաղաոճը, թե հոգեբանորեն փորձել հաղթելը։ Այնպես որ բոլորս ունենք, բոլորս մեր զինանոցում նման գաղտնիքներ ունենք։ Վեյկանզեում Արոնյանի հաղթանակը պետք է դառնար Հայաստանում, Երևանում շախմատասերների գլխավոր իրադարձությունը։ Մեկ շաբաթվա ընթացքում դուք եւ ձեր գոլեգաները զգացիք այդ տրամադրությունը։ Իհարկե, հիմնականում ես շփվում եմ ոչ միայն շախմատի հետ կապ ունեցող մարդկանց հետ, այլ առհասարակ եւ բոլորը միշտ հարց եւ ինձ են շնորհավորում եւ Լևոնից են հարցնում եւ առհասարակ մոտակա պլաններից, դե երևի դա գալիս է, որ մեր ազգը շատ է սիրում
շախմատը եւ բոլորը հետաքրքրված են եւ իհարկե մենք էլ մեր հաջողություններով փորձում ենք միշտ ուրախացնել եւ բարձր տրամադրություն պարգևել նրանց, որպեսզի մթնոլորտը միշտ բարձր լինի եւ ժողովուրդը գոնե այս սոցիալական բարդ վիճակում ինչ որ ուրախանալու պահեր ունենա։ Մոտ ապագայում ինչպիսի մրցաշարեր են սպասվում։ Նախ մարտին 2 խոշոր մրցաշար ունեմ մասնակցելու Եվրոպայի անհատական առաջնությունը եւ Ֆրանսիայում մեծ բաց մրցաշար։ Իհարկե հետագայում եւս կլինեն մրցումներ, բայց հիմնական նպատակը կլինի օգոստոսի կայանալիք Ստամբուլում Օլիմպիադան եւ պետք է փորձել լավագույն մարզավիճակ ձեռք բերել մինչեւ Օլիմպիադան, որպեսզի փորձենք կրկնենք մեր հաջողությունները։ Այսօր համացանցը տեղեկատվական տեխնոլոգիաներում կարելի ասել, որ առաջին տեղն է գրավում եւ ամենից շատ օգտվում են հենց համացանցից։ Իսկ լինում է այնպես, որ դուք on-line ռեժիմով խաղաք մեկ այլ հայտնի գրոսմաստերի կամ չեմպիոնի հետ։ Բազմաթիվ անգամ գրեթե միշտ երբ ազատ ժամանակ եմ ունենում եւ տրամադրություն շախմատ խաղալու, հատուկ համացանցում կան այդպիսի վեբսայթեր, վեբ կայքեր, որտեղ կարող ես մրցել քո քեզ հավասար գրոսմաստերի հետ։ Իհարկե շատ հաճելի է միշտ լինում խաղալ ուժեղների հետ եւ դա ուղղակի կարելի ասել խոբի ավելի շատ ազատ ժամանակ երբեմն զբաղվում եմ այդպես։ Իսկ ձեզ որ կայքում կարելի է հանդիպել որպես գրոսմաստեր խաղացող on-line ռեժիմում։ Իհարկե կան 2 կայքեր, բայց այնտեղ այսպես ասած մուտքը ոչ բոլորին է հասու, քանի որ հիմնականում խաղում են գրոսմաստերները եւ միջազգային վարպետները։ Դու պետք է ներկայացնես համապատասխան փաստաթուղթ, որ դու գրոսմաստեր ես եւ այնտեղ արդեն կարող ես մասնակցել։ Եվ կա մեկ այլ կայք, որտեղ նույնպես բավական բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները կարող են խաղալ, ուրեմն այդ մասնագիտորեն ասած այդ պրոֆեսիոնալ կայքը chessclub.com, իսկ այսպես ասած մի հատ էլ կա chessplanet.ru կարծեմ, եթե չեմ սխալվում, դա ավելի հասու է, այնտեղ կարող եք գրանցվել, խաղալ, փորձել ձեր վարկանիշը բարձրացնել եւ վերջո արդեն կարող եք խաղալ գրոսմաստերների հետ, այդ թվում նաեւ ինձ հետ։ Բնականաբար հավաքականի ու այդ թվում նաև ձեր երկրպագուները կունենան այդպիսի ցանկություն on-line ռեժիմում հանդիպել ձեզ հետ եւ միգուցե հնարավորություն ունենան խաղալ։ Նման դեպք եղել է, որ սիրողական մակարդակի խաղացողի հետ։ Լինում են մրցաշարեր ինտերնետում, որտեղ մասնակցում են ինչպես գրոսմաստերները, այնպես էլ սիրողական շախմատիստները, եւ առաջի կամ երկրորդ փուլում շատ հնարավոր է վիճակահանությամբ դու խաղաս բավական ցածր վարկանիշ ունեցող մարդու հետ եւ դա լինի օրինակ հենց քո երկրպագուն։ Տեխնիկապես դա հնարավոր է, իհարկե չեմ հիշում նման դեպք, բայց հնարավոր է ամեն դեպքում, կարող են փորձել։ Շնորհակալություն։ Իմ հյուրն էր գրոսմաստեր Տիգրան Պետրոսյանը։ Ծրագրի հաջորդ հատվածում առաջարկում ենք դիտել 21-րդ դարի թոշակառուներն ու թոշակային նոր համակարգը, ինչպես ստանալ կենսաթոշակը։ Ինչպես ընկերացան Նազարբեկյան թաղամասի բնակիչներն ու 1.85 ծառայության աշխատողները, 1.85։ Նիկոլա Սարկոզին վճռական է տրամադրված, ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Ինչ է սպասվում այս տարի Եվրատեսիլում, ով է ներկայացնելու Հայաստանը Ադրբեջանում եւ ինչպես։ Դրամաներ, կատակերգություններ եւ բլոկբաստերներ, բազմազան են նոր ֆիլմերը։ Մեր տատիկներն ու պապիկներն արդեն 1 տարի է իրենց հասանելիք թոշակը ստանում են ոչ թե թոշակ բերողից, այլ բանկերից։ Ինչ առավելություններ եւ ինչ խնդիրներ է առաջացել այս համակարգին միանալուց հետո։ Մեր եթերում 21-րդ դարի թոշակառուներն են եւ կենսաթոշակային նոր համակարգը։ Արդեն 1 տարի է մեր տատիկներն ու պապիկները իրենց կենսաթոշակները ստանում են ոչ թե այսպես ասած թոշակ բաժանողներից, այլ բանկերից։ Որքանով է արդարացված այս համակարգը եւ ինչ դրական փոփոխություններ են գրանցվել 1 տարվա ընթացքում։ Այդ խոսակցությունները, որ կենսաթոշակների կանխիկ վճարման ընթացքում փոստատարները կամ նախկինում, չգիտեմ, աս ծառայության վճարման ծառայության աշխատողներին ինչ-որ 100-200 դրամ թեյավճար եւ այլ, անկախիկում դա լրի բացառվում է, այսինքն կենսաթոշակառուն ստանում է ամբողջությամբ այն գումարը, որը իր հասանելի կենսաթոշակն է։ Երկրորդը փոստերում հերթերի գոյացումը եւ այլն, որ ասենք թոշակառուները բնականաբար չեն գնում արդեն հերթերի մեջ են գնում, հերթերում կանգնում եւ
այլ քաշքշուկների մեջ չեն ընկնում, եւ երրորդը, որ արագ է լինում եւ շուտ է լինում, որովհետեւ մենք յուրաքանչյուր ամսվա միջև վերջը, ցուցակներն արդեն պատրաստ տրամադրում ենք վճարման ծառայություններին, այդ թվում նաեւ բանկերին եւ ֆինանսավորում ենք, եւ արդյունքում ամսի յուրաքանչյուր ամսվա մեկին բանկերն արդեն այդ գումարները նստացնում են յուրաքանչյուր թոշակառուի անկախիկ հաշվին եւ ամսի 1-ի դրությամբ թոշակառուն կարող է, ասենք, բանկից անկախիկ քարտով ստանալ իր տվյալ ամսվա կենսաթոշակը։ Անցած դարի սկզբին ծնված մարդը մի օր արթնանում է եւ անտեղյակ համակարգչից, էլեկտրոնային ցանցից ու առավել եւս պլաստիկ քարտերից ստանում է պլաստմասե մի կտոր եւ բնականաբար ապշում։ Միթե այս քարտի մեջ է իր կենսաթոշակը։ Փաստորեն էլեկտրոնային ուրեմն կենսաթոշակի նոր համակարգը դա նոր մոտեցումներով, նոր տեխնոլոգիաների կիրառումով տեղեկատվական համակարգ է, որը թույլ տա ավելի օպտիմալ, ավելի տեսանելի, կառուցություն ռիսկերը ավելի նվազեցնելով ապահովել կենսաթոշակի ուրեմն բաշխումը մեր հանրապետությունում։ Փաստորեն մենք մեր երկրում փաստորեն պետական բյուջեի մոտ 1/3 մասն ենք տնօրինում, նոր համակարգը թույլ կտա առավելապես արդյունավետ ուրեմն տնօրինել, բաշխել եւ մարդկային գործոնի սխալները եւ միտումնավոր սխալները հասցնել մինիմումի։ Անցած դարի սկզբին ծնված տատիկներն ու պապիկներն այսօր էլ խոսափում են օգտվել այս համակարգով կենսաթոշակ ստանալու մտքից։ Էլ կարիք չկա քարտի։ Այդպես ենք ստանում երկուսս էլ։ Սենց արդեն սովորել եմ հարմար այնց։ Տնից մոտիկ ստանում եմ։ Ավելի լավ կլեր թոշակները բարձրացնեին, ոչ թե այդ ամեն ինչը մենք հաղթահարում ենք, բայց թոշակով մարդիկ չեն կարող ապրեն։ Փոշտից եմ ստանում։ Դեստեղը հեշտ է, էլի, այնտեղ հերթերը բանը շատ է։ Փոշտից եմ ստանում։ Իսկ առաջարկել են բանկով ստանաք։ Առաջարկել ես չեմ ուզում բանկով ստանամ։ Ինչու՞մն է կասկածը։ Մոտիկ է փոշտան գնում ստանում եմ հանգիստ գալիս եմ տուն, էլի։ Մեկ էլ բանկի մոտ քաշքշուկի առաջ չեմ ուզում տալ։ Չէ, կրկուկով։ Քարտավորելնի բանկոմատից պիտի ստանամ։ Ինձ ավելի ձեռնատու է բանկից, քան թե բանկոմատը։ Իսկ բանկոմատը սխալվար կնա, այնքան չարչավի որ հանես։ Դու չէ ինչի՞ս պետք գնա այդ վազան։ Այն այսպես այնտեղ հենց եղավ, այն վրաստալիս են թողում գնամ։ Քարտը ես ինչ անեմ։ Քիչ է մենակ։ 27000 ինչ է, դա թոշակը։ Չեն առաջարկել, բայց եթե առաջարկեն, ես չեմ էլ համաձայնվի։ Ինչու՞։ Ավելնորդ ինձ թվում է ավելորդ գլխացավան կա։ 30000 թոշակ է, դա ի՞նչ թոշակ է։ Սկի ոչ էդի կոմունալ վարձը կարան տան, ոչ էլ ուտելու փողը։ Կենսաթոշակային համակարգում գործում է թեժգիծ։ Սիրելի տատիկներ եւ պապիկներ, այսուհետ եթե այս համակարգի հետ կապված որևէ խնդիր ձեզ կանհանգստացնի, զանգահարեք 114 հեռախոսահամարով։ Օպերատորը կփորձի պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Նման համակարգերը հնարավորություն են տալիս անճշտությունները հայտնաբերել եւ գումարներ խնայել։ Սակայն պետք է գիտակցել, որ ամսական 20-ից 30000 դրամ ստացող կենսաթոշակառուն առնվազն պետք է աճպարար կամ հզոր երևակայություն ունենա, որ կարողանա գոյատևել։ Պլաստիկ քարտով, բանկով եւ այլ ժամանակակից մեթոդներով կենսաթոշակ ստանալուն զուգահեռ ցանկալի է այսպիսի մարդկանց համար գոնե լույսի, ջրի ու աղբի գումարը նվազեցնելու քայլեր կատարել։ Չէ՞ որ քաղցած մարդու համար միևնույն է լղարիկ կենսաթոշակն ինչպես կհասնի իրեն։ Կբերեն տուն, թե բանկում կստանա։ Իսկ կոռուպցիոն ռիսկերը ոչ թե թոշակառուներն են ստեղծում, այլ նման համակարգերում աշխատող որոշ անկուշ չինովնիկներ։ Ցանկալի է որ այս նոր համակարգերում այդ ռիսկերը նվազեն եւ խնայված գումարներն էլ ուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը։ Նազարբեկյան թաղամասի բնակիչներն այնքան են զանգահարել 185, որ այդ ծառայության աշխատակիցներն ու բնակիչները ծննդյան տոներն են շնորհավորում, ոմանք էլ բարեկամացել են։ Այս 3 շենքերի ու 185 ծառայության աշխատակիցների բարեկամության գործում իր մեծ լուման է ունեցել Երևան ջուր ընկերությունը։ Երևան ջուր ընկերության ու բնակիչների միջև ծագած հերթական խնդիրների մասին։ Նազարբեկյան թաղամասում գտնվող 3 շենքերի բնակիչներն արդեն հումորով են վերաբերվում Երևան ջուր ընկերության 185 ծառայությանը։ 2011 թվականից սկսած նրանք այնքան հաճախ են զանգահարել այդ ծառայությանը, որ անգամ ընկերացել են աշխատակիցների հետ։ Ալո, բարև ձեզ։ Կրկին Նարե ջան, ձեզ է դիմում 17 թաղամասի Նազարբեկյան թաղամաս 21 շենքի բնակչուհին, վերջի հարկի։ Խնդիրը գրանցվել է, հիմա եթե նորից գրանցեք, այդ արդեն ձեր խնդիրն է, ջրի ճնշման հետ կապված, այդտեղ նշված է 398418։ 3 թաղամաս 21 49 բնակարան։ Այո։ Ճշմարիտ տատանումներ 14-րդ հարկում գրանցված է։ Գնայք ինչքան ժամանակ առաջ եք գրանցել խնդիրը։
Խնդիրը 13:43 րոպե գրանցված։ Այսօր իսկ օրով ամիս առաջ կամ 2 ամիս առաջ։ Անդադ իմ համարը թող ստի։ Այսօր առավոտյան է գրանցել։ Միջև այդ բողոք չեք ունեցել այս համարից։ Այս համարից 17:01 2012 թվականը։ Նորից հետ գնացել։ Իսկ 11 թվականի ընթացքում Այո։ Փետրվար ամսին 2011 մի քանի զանգ ունեք, ինչ խնդիր ունեք հիմա։ Եվս թույլ եք նշվում, այո։ Այո, որտեղ մի քանի ամիս է արդեն կա ու խնդիրը չի լուծում, էլի, ես ուզում եի տեղեկանալ, քանի ամիս առաջ է, որ դուք ունեք գրանցված կանչ ուղղակի։ Ես մոտ գրանցված է 17:02/2011 երկրորդ ամիսը, որից հետո 11-րդ ամսում։ Գովելի է, որ Երևան ջուր ընկերությունն առիթ է ստեղծում, որ Նազարբեկյան թաղամասի բնակիչները նոր ընկերներ ձեռք բերեն, բայց որ դրանից բնակիչների ջրի խնդիրը լուծում չի ստանում, այդ փաստն արդեն անհանգստացնող է։ Ունենք խնդրեմ ամբողջ թաղամասում, ես կարծում եմ, թե ին մոտից էր այս բոլոր խնդիրները, բայց փաստորեն դուրս է գալիս ամբողջ թաղամասում նույն վիճակն է։ Ուրեմն ինչ է կատարվում։ Երբ որ ջուրը բացում ենք, որ շատ ներողություն պետք է լողանանք, ջուրը նապորը միանգամից բարակում, համարյա թե կտրվում է, հետո միանգամից այդ նապորը ուժեղանում ու մեկ սառում ենք ու մեկ եռում, եռման ջրով լողանում։ Այս վիճակը արդեն 6 ամիս է, անընդհատ դիմելով ահազանգելով ոչ մի արդյունքի չենք հասել ու հիմա ստիպված դիմել ենք ձեզ։ Անկանոն ջրամատակարարման ու ջրի ճնշումների բարբերաբար տատանումների հետևանքով թաղամասի բնակիչները մեծ վնասներ են կրել եւ շարունակում են կրել։ Ես էլ բազմիցս դիմել եմ ջրմուղ 185 ծառայությանը ու պատճառները հետեւյալն է, որ ջրի տատանումը, ճնշման տատանում է լինում կամ ուժեղանում կամ թուլանում, որի հետևանքով կացաները, ջեռուցման կացաները, այսինքն լողանալու հետ կապված խնդիր կա եւ ինչու՞ չէ նաեւ սառաջերի հետ կապված խնդիրներ կա, որ մեկ ջուրը ուժեղանում է, մեկ թուլանում։ Ես այս նույն շենքի բնակիչ եմ ու ջրի տատանումները շատ հաճախ է լինում, այսինքն երբ որ ջուրը ակտիվ մարդիկ օգտագործում են, այդ ընթացքում կարելի ասել վերևում ջուր չի հասնում։ Ահավոր թուլանում է, իսկ երբ որ կամ քնած են լինում կամ այդ ժամանակ նոր ուժեղանում։ Ինչքան ժամանակ կա արդեն մոտ։ Քանի ամիս է։ 5-6, դաժե ավելի։ Նրանք զարմանքով են նշում այն փաստը, որ եթե անգամ 50 դրամի պարտք են ունենում, թաղամասի ջրի տեսուչը պատրաստ է գիշերներ լուսացնել շենքի բակում։ Մինչդեռ, եթե խնդիրը Երևան ջրինն է, որտեղ էլ փնտրես, չես կարող գտնել համապատասխան մասնագետի։ Սա եւս մի փաստ է, որ անհանգստացրել է բնակիչներին, եւ մեր պարտն ենք համարել լուսաբանելով օգնել ոչ միայն թաղամասի բնակիչներին, այլև միաժամանակ իրազեկել Երևան ջուր ընկերությանն առկա այս խնդրի մասին։ Հունվարի 31-ին Ֆրանսիայի սահմանադրական դատարանն ընդունել է ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումը։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վճռական է տրամադրված։ Եթե այս օրինագիծը համարվի ոչ սահմանադրական, ապա ես նոր օրինագիծ կներկայացնեմ, հայտարարել է Սարկոզին։ Ֆրանսիայի սենատի կողմից ընդունված ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքը վիճարկելու նպատակով թուրքական լոբին անհրաժեշտ ստորագրահավաքն ապահովել է եւ դիմել Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդ։ Դիմումի մեջ սենատորները նշել էին, թե օրենքը հակասում է խոսքի ազատության իրավունքին եւ պահանջել չեղյալ հայտարարել այն։ Սահմանադրական խորհուրդը պետք է 1 ամսվա ընթացքում որոշում կայացնի 3 հնարավոր տարբերակներից։ Առաջին, օրինագիծը համապատասխանում է սահմանադրությանը, այս դեպքում Ֆրանսիայի նախագահի ստորագրությունից հետո այն կդառնա օրենք։ Երկրորդ, օրինագիծն ինչ-որ մասով կամ մասերով չի համապատասխանում սահմանադրությանը, այս դեպքում օրինագիծը կվերադարձվի ազգային ժողով, այն բարեփոխելու եւ սահմանադրությանը համապատասխանեցնելու համար։ Երրորդ, օրինագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է, այս դեպքում օրինագիծն այլևս չի քննարկվի եւ օրենքի ուժ չի ստանա, եթե Ֆրանսիայի նախագահը որ հարցը դարձյալ մտնի ազգային ժողով։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես նաև նախագահ Աբդուլլա Գյուլը շնորհակալություն են հայտնել սահմանադրական խորհրդի սենատորներին եւ հույս հայտնել, որ սահմանադրական խորհուրդն իրենց օգտին է որոշում կայացնելու։ Իսկ ֆրանսիական France Press գործակալությունը տեղեկացրել է, որ եթե սահմանադրական խորհուրդն այս օրինագիծը հակասահմանադրական ճանաչի, ապա նախագահ Նիկոլա Սարկոզին ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծ կներկայացնի։
Ինչ է սպասվում այս տարի Եվրատեսիլում, ով է ներկայացնելու Հայաստանը, ինչ է ներկայացնելու եւ ինչպես։ Այս հարցերի պատասխանները դեռ անորոշ են, բայց որ մենք ներկայացրել ենք մասնակցության հայտը, փաստ է։ Պաշտոնական տվյալներ դեռ չկան, բայց Եվրատեսիլամոլ հասարակության գերակշռող հատվածը կարծես թե ընտրել է իր մասնակցին։ Վերջին շրջանում բլոգներում, սոցիալական ցանցերում ու երիտասարդների շրջանում քննարկվող հավանական թեկնածուն Դորյանսն է։ Ով կգնա եւ ինչպես ելույթ կունենա ցույց կտա ապագան, իսկ այս օրերին միայն քննարկումներն են ու ասեկոսենները։ Եվրատեսիլի առաջին մրցույթը տեղի է ունեցել 1956-ին Շվեյցարիայում, փոքր տետրակուրսալ սենյակում։ Թույլատրվում էին միայն մենակատարումներ։ Մրցույթի պատմության մեջ սա միակ դեպքն էր, որ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել ոչ թե մեկ, այլ երկու երգ։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր երկիր կարող էր քվեարկել իր ներկայացուցչի օգտին։ Եվրատեսիլն արդեն 56 տարեկան է ու հասցրել է լինել տարբեր երկրներում։ Հայաստանը Եվրատեսիլ ընդգրկվել է 2006-ին։ Այս տարի այն տեղի կունենա Ադրբեջանում։ Հայաստանը Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելու հայտն արդեն ներկայացրել է։ Մասնակից երկրների թիվը 42-ն է։ Հայաստանը դեռ իր մասնակցին չի ներկայացրել, բայց հասարակությունն արդեն ունի իր տարբերակները՝ Dorians, System of a Down, Lucia Moon եւ այլն։ Իսկ առաջին հորիզոնականում Dorians-ն է։ Lucia Moon-ուն ինձ թվում է Dorians-ը կգնա ու հենց նախապատվությունից սկզբանե տվել եմ Dorians խմբին, շատ սիրում եմ Գորսուջանին հատկապես ու իր արվեստը, իր երգածը ձայնը, արտակարգ։ Dorians-ը։ Դե իրեն հավանում եմ, չէ։ Կարծում եմ արժանի կերպով կներկայացնի։ Դա մի քիչ կասկածելի է, չեմ կարող գուշակել, բայց ես համոզված եմ, որ Հայաստանը կմասնակցի Ադրբեջանում այդ Եվրատեսիլին։ Dorians-ը ինձ թվում, որտեվ լավն է։ Երևի Dorians։ Կարծում եմ այո, Dorians-ը պետք է մասնակցի։ Dorians-ն արդեն ունի պատրաստած երգ։ Գորսուջանն ամբողջովին գիտակցում է Ադրբեջանում Եվրատեսիլին մասնակցելու վտանգներն ու փորձությունները եւ այդ ամենը գիտակցելով էլ պատրաստ է Բաքվում ներկայացնել որակյալ արվեստ, ինչը սովորաբար դժվար է գտնել Եվրատեսիլ կոչված շոուի բեմին։ Մենք պատրաստ ենք, այո, հոգեբանորեն դրան պատրաստ ենք, այդ սուլոցներին եւ այդ հու, այդ ամեն ինչին պատրաստ ենք։ Ու բնական է, որ այդ տենց պետքա լինի։ Հենց այդ անվտանգության հետ կապված կարա լինի, եթե այդ հարցը չապահովեն, ուրեմն դա ոչ միայն մեզ է ամոթ, այլ այսինքն մեզ այդքան ամոթ չի, ինչքան ամոթ է Ադրբեջանին, որ ինքը չկարողանա ապահովի այդ։ Գաղտնիք չէ, որ Եվրատեսիլյան խաղերը ավելի շատ քաղաքական շոու են, քան շոու բիզնեսային։ Այն, որ քաղաքականությունը առկա է մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում, փաստ է։ Եթե բեմում երգում են երգիչները, ապա կուլիսներում նույնքան բուռն կերպով հնչում են քաղաքական երգեր։ Այս առումով Ադրբեջանում հանդես գալը շատ ավելի կարևոր է հենց հայերիս համար։ Եթե անվտանգությունը ապահովեր, ապա կարծում եմ արժեր մասնակցել, ինչու՞ չէ, որտեվ ինքը Բաքվի բեմում է լինելու ուղղակի այդ մրցույթը, բայց այդ չի նշանակում, որ Բաքվի համար է այդ մրցույթը, այսինքն նույն Եվրատեսիլն է, ուղղակի Բաքվի բեմում արդյոք մի քիչ բան են տրամադրված, շատ նեգատիվ, բայց այդքան էլ պետք չի նեգատիվ տրամադրվել։ Ճիշտն ասած, եթե ինձ մնար, իմ կարծիքով Հայաստանը այս տարի չպետք է մասնակցի Եվրատեսիլին։ Ինչու՞։ Որովհետև հենց մենակ նրա համար, որ Թուրքիան այս տարի չմասնակցեց մեզ մոտ մանկական Եվրատեսիլին։ Այսինքն իրանք հարկ չգտան մեզ մոտ գալ եւ չեմ կարծում, որ հայերը պետք է գնան իրենց մոտ Եվրատեսիլի։ Ախի պետք է չմասնակցի։ Եթե կա Հայաստան, եթե կա Ադրբեջան, ուրեմն կարող են մասնակցեն երկուսն էլ։ Ես գտնում եմ, որ ոչ մեկն է պետք չի գնա, նախ, որովհետև Ադրբեջանում է նախ կանում Եվրատեսիլն այն մրցանակաբաշխությունն այն մրցույթը չի, որտեղ մենակ երգն է գնահատվում, սա քաղաքական ինչ-որ մրցապայքար է, կարելի է ասենց ասել, ու եթե մենք Ադրբեջանին հրավիրում ենք Հայաստան, ինքը չի գալի, արդեն անամոթություն է, ոնց որ մեր երկիրն էլ երես ունի ու կարիք չկա հաստատ գնալու։ Ես շատ սիրում եմ Դորյանսին է, մնացածին է, ուղղակի կարիք չկա, մեր անունը, մեր հեղինակությունը պետք չի գցել։ This is our world, սա Եվրատեսիլի համար նախատեսված Դորյանսի երգն է։ Այն մարդկությանն ուղված երգ է, որտեղ կոչ է արվում պարզապես թափվել ու կանգ առնել։ Դադարեցրեք պատերազմներն ու կտրեք փշալարերը, որովհետև սա մեր աշխարհն է։ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց պատասխանել Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլի վերաբերյալ մեր հարցերին, այնպես որ ով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում կամ արդյոք մենք կմասնակցենք թե ոչ, հայտնի կդառնա միայն մոտ ապագայում։
2012 թվականը դեռ մեկ ամիս է ինչ մտել է իր իրավունքների մեջ, բայց Հոլիվուդում արդեն ցուցադրության հերթի են շարվել նոր ֆիլմերը։ Դրամաներ, կատակերգություններ, բլոկբասթերներ, շատ բազմաժանր են նոր ֆիլմերը, ինչպես եւ միշտ։ In Darkness, այսպես են անվանել հեղինակները հայրենական պատերազմի ժամանակ հրեաների ծանր ու դաժան օրերի մասին պատմող հերթական ֆիլմը։ Ռուսական կինովարձույթում ֆիլմը թարգմանվեց բոլորովին այլ կերպ՝ Ուկրիցիե։ Hörst du das? Was? Das Ghetto. Der Kanal ist unser! So sieht man sich wieder. Ֆիլմի հերոս Լեոպոլդ Սոխան քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակից է ու նաև գող, գրպանահատ։ Երբ նացիստները գրավում են ուկրաինական Լվովը, պատահաբար հանդիպում է մի խումբ հրեաների, ովքեր ամեն կերպ փորձում էին փրկվել ու խուսափել գետոից։ Խարդախ Լեոպոլդը հարմար պահը բաց չի թողնում եւ հրեաների հետ գործարքի դիմում։ Դրամական վարձատրության դիմաց նա փախստականներին թաքցնում է քաղաքի խճճված կոյուղիներում։ Ֆիլմը Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի համատեղ նախագիծն է։ Ֆիլմի սկզբում ծանոթանում ենք Խարդախ գրպանահատի հետ եւ հետեւում թե ինչպես է փոփոխվում նրա բարոյական կերպարը։ 14 ամիսների ընթացքում Լեոպոլդի սիրտը կարեկցանքով է լցվում այդ մարդկանց նկատմամբ։ Ինչպես է ավարտվում այս պատմությունը, կիմանաք այն դիտելուց, իսկ մեծ էկրան այն կբարձրանա փետրվարի 10-ին։ Երկու ընկեր, երկուսն էլ ամերիկյան հատուկ ծառայությունների լավագույն գործակալ եւ ամենահետաքրքիր ընդհանրությունը, երկուսն էլ սիրահարված են նույն աղջկան։ Ընկերները պատրաստ են ցանկացած իրավիճակի, նրանք կյանքը կզոհեն մեկը մյուսի համար, սակայն չեն պատրաստվում աղջկա հարցում զիջողականություն դրսևորել։ Աննախանձելի այս վիճակից դուրս գալու համար նրանք որոշում են իրենց ընկերության մասին չտեղեկացնել աղջկան եւ գրազ են գալիս, թե ով ավելի շուտ կնվաճի նրա սիրտը։ Պատերազմը սկսված է, իսկ միակ զոհն աղջիկն է։ Գլխավոր հերոսների դերակատարներն են Թոմ Հարդին, Քրիս Փայնը եւ Ռիզ Ուիզերսփունը։ Ֆիլմին մեծ էկրաններին սպասեք փետրվարի 14-ից։ Господи, я не выдержу. Я готова заняться сексом с обоими, чтобы проверить, кто лучше. Он был одним из лучших агентов ЦРУ, пока не вышел из-под контроля. На его счету смерти многих агентов. Этот человек сам не придет в американское консульство без веской причины. Գաղտնի գործակալների մասին հերթական ֆիլմը հեղինակներն անվանել են Safe House։ Ռուսական կինովարձույթում այն թարգմանվել ու դարձել է Կոդ Դոստուպը Cape Town, հայերեն էլ հավանաբար կլինի գաղտնաբառը Cape Town։ Հարվարդի շրջանավարտ Մետը երազում է իր հարսնացուի հետ տեղափոխվել Փարիզ, սակայն հարսնացուն դեռ չգիտի, որ իր սիրած տղամարդն արդեն 1 տարի է ինչ ԿՀՎ-ի հատուկ գործակալ է։ Սցենարի մյուս գիծը կապված է ԿՀՎ-ի մեկ այլ արդեն լեգենդար գործակալի Ֆրոստի հետ, ով տիրապետում է հույժ գաղտնի տեղեկության, բայց Ֆրոստն անկառավարելի է դարձել։ ԿՀՎ-ն այլևս չի տիրապետում իրավիճակին։ Երկու հերոսների ուղիները կխաչվեն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Cape Town-ում, եւ նրանցից յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը։ Ռեժիսորը Դենիել Էսպինոզան է, գլխավոր дерակատարներն էլ Ռայան Ռեյնոլդսն ու գերաստղ Դենզել Վաշինգտոնը։ Ֆիլմը Միացյալ Նահանգներում կցուցադրեն փետրվարի 10-ից։ Кто-то слил информацию, кто-то кого ты знаешь. Не пытайся меня убедить. Я уже убедил. Теперь они работают вместе? Думаю, Вестон на его стороне. Я завершу начатое. Именно этого я и хочу. Եվրատեսիլ 2012-ի հետ կապված գլխավոր հարցերի եւ ինտրիգների հանգուցալուծումը դիտեք Փոփ հանրագիտարանի եթերում։ Մենք պատմեցինք ձեզ այն ամենն, ինչ ինքներս գիտեինք։ Դուք էլ միացեք մեզ Facebook-ում, դիտեք YouTube-ում, զանգարեք, գրեք ու եղեք մաքսիմում ակտիվ։ Կհանդիպենք։